Հայաստանն իր գործունեությունը կառուցում է ոչ թե կամ-կամի, այլ եւ սկզբունքի վրա։ Այս մասին երեկ Լեհաստանի նախագահի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով Լեհ լրագրողի այն հարցին, թե որքանով է Հայաստանը վճռական իրականացնել այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են Եվրամիությանն ինտեգրվելու համար։ Սերժ Սարգսյանը նախ խոսեց Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական եւ պատմության խորքից եկող բարեկամական հարաբերությունների մասին, ընդգծելով, որ Հայաստանն ու Ռուսաստանը հանդիսանում են ՀԱՊԿ անդամ երկրներ։ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ինչպես շատ ընդլայնված ռազմատեխնիկական, այնպես էլ խորը տնտեսական հարաբերություններ։ Ռուսաստանում ապրում է ամենամեծ հայկական համայնքը եւ այդ համայնքի անդամները շատ հարգված մարդիկ են։ Եվ մենք երբեք չենք արել քայլ, որը ուղղված կներ Ռուսաստանի դեմ, եւ մենք չունենք որևէ բարդույթ, որ մեզ կարող է մղել այդպիսի քայլի։ Նշելով Ռուսաստանի հետ ունեցած ռազմավարական հարաբերությունների կարևորությունը, Հայաստանի նախագահը միևնույն ժամանակ ընդգծեց, թե հայերը եվրոպական արժեքներ կրող ժողովուրդ են եւ Հայաստանի նպատակն է զարգացնել իր հասարակությունը հենց այդ արժեքների վրա։ Եվ Հայաստանը Եվրամիության արևելյան գործունեության շրջանակներում ամենամեծ առաջընթաց ձեռք բերած երկրներից է։ Եվ մենք մեր գործունեությունը կառուցում ենք ոչ թե կամ-կամի, այլ եւի սկզբունքի վրա։ Եվ ես այստեղ հակասություն չեմ տեսնում։ Սերժ Սարգսյանի եւի սկզբունքի հիման վրա գործելու այս հայտարարությունը ուշագրավ է այն առումով, որ ըստ որոշ վերլուծաբանների եւ քաղաքական գործիչների Ռուսաստանը վերջին շրջանում լուրջ ճնշումներ է գործադրում Հայաստանի վրա, փորձելով կանխել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաեւ Հայաստանին մաքսային միություն ընդգրկելու համար։ Վերլուծաբանները հենց այդ ճնշումների համատեքստում են դիտարկում նաեւ վերջին օրերին ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի դարձած այցերը Երևան։ Իդեպ, խոսելով արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հեռանկարների մասին, Սերժ Սարգսյանը երեկ սուր քննադատության ենթարկեց նաև Ադրբեջանին եւ Թուրքիային։ Եվրոպան ցավոք ոմանց համար դեռևս միայն շուկա է եւ ոչ թե արժեհամակարգ։ Իրավի զավեշտական է, երբ մեր մի հարևանը, որը հայտարարում է եվրոպական ուղին որդեգրելու մասին, զուգահեռաբար հերոսացնում է էթնիկ հողի վրա ստոր մարդասպանություն գործած սրիկային, սպառնում է հարվածել քաղաքացիական օդանավերին, պատերազմով զրկել հազարամյակներով իր հողի վրա ապրող ժողովրդին այդ իրավունքից։ Մեր մյուս հարևանը Թուրքիան, որ դարձյալ ձգտում է դեպի Եվրոպա եւ հանդիսանում է Եվրամիության մաքսային միության անդամ, մեր անկախության առաջին իսկ օրերից փակել է մեր սահմանը եւ հրաժարվում է 21-րդ դարում հարևանների միջև այդքան առօրեական համարվող հարաբերություններից։ Եվրոպայի հետ մեր վարած բանակցությունների առանցն է շուկաների փոխադարձ հասանելիությունը, մարդկանց տեղաշարժի ազատությունը, բայց միևնույն ժամանակ Հայաստանի սահմանը Եվրամիության մաքսային միության հետ մնում է փակի տակ։ Մենք ակնկալում ենք դրա անընդունելիության լիարժեք եւ հստակ գնահատական։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի ներկայացմամբ Ռուսաստանի կողմից մոտ $1 միլիարդ զինտեխնիկայի վաճառքը Ադրբեջանին ընդամենը բիզնես է եւ դա Մոսկվայի բիզնեսն է։ Նման հայտարարություն գեներալ գնդապետ Բորդյուժան արեց այսօր Երևանում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող միջազգային համաժողովի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին։ Մոտ 2 շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը սկսել է Ադրբեջանին մատակարարել շուրջ $1 միլիարդ հասնող հարվածային նշանակության զինտեխնիկա, տանկեր, հրթիռային համալիրներ եւ այլն։ Ռուսաստանի հետ միասին Հայաստանն էլ ՀԱՊԿ անդամ է եւ գաղտնիք չէ, որ Ադրբեջանի հետ մեր երկիրը գտնվում է փաստացի պատերազմական վիճակում։ Ժամանակ առ ժամանակ պաշտոնական Բաքուն սպառնում է վերսկսել ռազմական գործողությունները Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի դեմ։ Լսենք Նիկոլայ Բորդյուժային։ Российская Федерация – один из крупнейших производителей. Ռուսաստանի Դաշնությունը զենքերի խոշորագույն արտադրողներից ու մատակարարներից է։ Ռուսաստանի Դաշնությունը զենքի առևտրով է զբաղված աշխարհի տասնյակ պետությունների հետ եւ այդ զենքը վաճառվում է տասնյակ երկրների, որոնք չեն անդամակցում ՀԱՊԿ-ին։ Սա Ռուսաստանի Դաշնության բիզնեսն է, շուկան եւ տնտեսությունը։ Այլ հարց է, որ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրներին զենքի վաճառքի դեպքում դուք օրինակ հարցնում եք Կովկասի, Ադրբեջանի մասին։ Որոշման հիմքում նախ եւ առաջ դրվում է ուժերի հավասարակշռության պահպանումը Կովկասում։
Եվ այս գլխավոր սկզբունքն է հաշվի առնվել ձեր հարևան Ադրբեջանին զենքի վաճառքի ժամանակ։ Կարծում եմ, որ ամեն դեպքում այսօր Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը խախտված չէ։ Կարող եմ ավելացնել մեկ բան ևս. Հայաստանը ՀԱՊԿ ակտիվ անդամներից է եւ իր դաշնակիցներից օգնություն ստանալու իրավունք ունի սեփական անվտանգությունն ապահովելու համար։ Активный участник Организации договора коллективной безопасности, который имеет право на получение помощи от своих союзников для обеспечения собственной безопасности. Բորջուժան հավելեց, թե Ռուսաստանը մշտապես քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի սպառազինմանը, մեզ չմտահոգել չի կարող, բայց գիտեք, որ ռազմատեխնիկական համագործակցությունը մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ գտնում է բավականին բարձր մակարդակի վրա։ Այսօր մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ուժերի հավասարակշռությունը մենք կարողանանք պահպանել ոչ միայն քանակական, այլ նաև որակական առավելությունների շնորհիվ եւ այս թափանցիկությունը նաև բերում է նրան, որ յուրաքանչյուր մատակարարում եւ յուրաքանչյուր բալանսի հավասարակշռության խախտում վերահսկելի է դառնում նաև մեր ռազմավարական գործընկերոջ համար, որը որ նաև որոշակի պարտադրանքի տակ է դնում տարածաշրջանային երկրներին, որպեսզի նրանք այդ միջոցները չօգտագործեն։ Հանցագործություն մի բացահայտեք, խոշտանգման զոհերը դեռ սպասում են արդարադատության։ Այսպիսի պաստառներով այսօր պիկետ ու քայլեր թե են կազմակերպել հասարակական կազմակերպություններից երկուսը՝ ընդդեմ իրավական կամայականության եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտը, հանրության ուշադրությունը հրավիրելով այն փաստին, որ այսօր ՄԱԿ-ի կողմից հռչակված խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է։ Ինչպես մեզ հետ ունեցած զրույցում ասաց կազմակերպություններից մեկի անդամ Զարա Ամատունին, ունենք առաջարկություններ կառուցողական կերպով փորձել մեր կողմից հասարակական սեկտորի կողմից առաջարկել քայլեր, որոնցով ըստ մեզ կարելի է կանխարգելել խոշտանգումները։ Առաջարկների նամակներ հանձնվեցին մի քանի պետական մարմինների՝ ոստիկանությանը, դատախազությանը, վճռաբեկ դատարանին, հատուկ հնչական ծառայությանը, որոնց հաստատությունների առջև ակցիայի մասնակիցները նախ պիկետ կազմակերպեցին։ Խոշտանգում եզրույթը համապատասխանեցված չէ ՄԱԿ-ի կոնվենցիային, որին Հայաստանը միացել է 1993 թվականին, ասում էին ակցիայի մասնակիցները, եւ իրավապահ մարմինները շարունակում են ֆիզիկական եւ հոգեբանական ճնշման միջոցով խոստովանություն կորզելու գործընթացը, որոնք երբեմն ավարտվում են նույնիսկ մահով։ Հեռու անցյալում չեն Լևոն Ղուլյանի եւ Վահան Խալաֆյանի դեպքերը, եւ պիկետի մասնակիցները իրենց պաստառներում էլ հիշատակել էին խոշտանգման զոհ դարձած երիտասարդների անունները։ Ակցիայի մասնակիցները պարտադիր են համարում, որ ոստիկանները անցնեն համապատասխան որակավորում, որպեսզի այսպիսի գրությամբ պաստառը, ինչպիսին է ծեծող ոստիկանը, տկարամիտ է եւ մսագործ, այլևս իրականություն չլինի։ Միցս մենք բացրացնել ենք, որ դեռ այդ հարցը լուծված չէ եւ դեռ կան ոստիկաններ, որոնք թույլ են տալիս նման միջոցներով խոստովանական ցուցմունքներ կորզել։ Так что դե ինչ, մենք երևի շարժվենք, դե շնորհակալություն։ Տեսնում ես խնդրեմ, միշտ պատրաստ ենք ծառայելու։ Տեսնում ես։ Ամսեն եմ սարքել, ես միշտ թերթում ունազարդել ենք, հետո թերթել ենք, հետո են կողմնա։ Աննան ցույց տվեց իր պատրաստած կավե աղամանը, ծաղկամանը եւ ափսեները, նշելով, որ սկզբում դժվարանում էր դրանք պատրաստելիս, սակայն հիմա սովորել է։ Սկզբնականում ձեր էր թվում, որ երևի թե ձեռքերի համար ինչ-որ վնասակար կչորացնի եւ այլն, բայց շատ անգամներ օգտագործելուց հետո այդ կավի հետ զբաղվելուց հասկացա, որ ընդհանրապես ձեռքերի համար ավելի օգտակար դարձավ, ինչպես ինչը ավելի փափվում է։ Ուղղակի եղունգները պետք է շատ կարճ լինեն, որպեսզի գործերը ավելի նորմալ ու գեղեցիկ ստացվեն։ Կավագործությունը որպես մասնագիտություն չի դիտարկում, ասաց, որ ինքը երգչուհի է, սակայն իր կարծիքով լավ մասնագետ լինելու դեպքում շահութաբեր մասնագիտություն է։ Որտեղ ասենք շատ մարդիկ շահութաբեր երկրներից գալիս են, դերձում են, ուր են գալիս, գնում են։ Ես ինքս հորազատության մեջ շատ եմ սիրում նման բաներ, բայց երբևէ չէի մտածում, որ ես ինքս կարող եմ պատրաստել։
Աննային հանդիպեցինք Աբովյան քրեակատարողական հիմնարկի անչափահաս եւ կին ազատազրկվածների աշխատանքների ցուցահանդեսին։ Ներկայացված էին փայտի գեղարվեստական փորագրության, խեցեգործության եւ գեղանկարչական աշխատանքներ։ Հրանտը օրինակ փայտի փորագրության աշխատանքներն էր ներկայացնում։ Ասում է, որ հիմա հմտացել է աշխատանքում մի քանի շաբաթվա մեջ է պատրաստում այն, ինչի համար սկզբում մի քանի ամիս էր պահանջում։ 12 տարիների ընթացքում մոտ 2 տասնյակ ցուցահանդեսներ են կազմակերպել։ Ազատություն ռադիոկայանին փոխանցեց Թեմիկ Խալափյանը, իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրեն։ Եթե նավակներ, ապա խորտակվող, եթե ծաղիկներ մոխրագույնի ֆոնին, Թեմիկ Խալափյանը նշում է, որ նկարներում դատապարտվածներն արտահայտում են իրենց հոգեվիճակը։ Այս նավակը խորտակվող նավակը ինքն է։ Ինքը իրան այդ ժամանակ ինքը այդպես է իրեն բանանում։ Հասկանում եք, այս Հովանեսը մի երեխա կար, որ գալիս էր նստում էր ժահարը, որ չգիտեր ինքը ինչ անի։ Ինչ է խնդիրը, ես զգում եմ, որ իր հոգեկան խռով կա մեջը։ Եվ իրար ես ասեցի, խորհրդեցի, ասի դու կարողանում ես, եթե կարողանաս քո խռով գտած նկարի վերածես, ապա դու կազատես, կթեթևանաս։ Բան ինքը մտածեց, բերես մի հատ նկար, հետո նկարես մի հատ նկար, այդ նկարը նայել գնաց Կորեա եւ հետ չվերադարձեցին, քեզ թվում է թե ծառա, ծաղկացա եւ այլը, երբ որ ես նայեցի, ես տեսա որ դա ծաղիկ չէ, սարսի կտորներ են։ Ունենում են նաև ցուցահանդես վաճառքներ, սակայն աշխատանքները այդքան էլ լավ չեն վաճառվում, չնայած որ կան այնպիսիները, որոնք միջազգային մրցույթներում հաղթում են։ 3 տարի առաջ Հարավային Կորեայում Մետաքսի ճանապարհով անչափահասների ցուցահանդես էր ամբողջ աշխարհում կազմակերպել։ 8 աշխատանք գնաց, հրաշալի աշխատանքներից չգիտեի որ հետ չեն գալու։ Գնաց ու առաջի տեղը բանարեցին, իրանք ուղարկեցին այդ բաները առաջի տեղի մրցանակների բաները, բայց աշխատանքները հետ չվերադարձան։ Խնդիրը նա է, որ երեխայի մեջ հոգեոր պահանջմունքը առաջանում։ Դա շատ կարևոր է, դա պարտադիր չէ որ ինքը դրանով ինքը հետակազմվա, կարող է գնա եւ գիտնականներ դառնա եւ բավական մեծ գիտությամբ եւ արվեստի ճյուղերով գնա բանը, դա խնդիր չի։ Ամենակարևորը որ իր աշխարհայացք ձևավորման շրջանն է, որպես դա կարողանան ճիշտ ուղղություն տալ, որ ինքը հասարակությունից առհասարակ միջավայրից կտրված չի։ 38-ամյա Նեժդեհ Թուֆենկջյանը այն 18 սիրիահայերից մեկն է, ով արտոնյալ պայմաններով վարկ է ստացել Հայաստանում գործարարությամբ զբաղվելու համար։ Նա մոտ 3 ամիս առաջ հացատուն է բացել Երևանի կենտրոնում։ Գործեմ 5 հայկական ուտելիքներ առանցնել, ինչ որ այսօրվա առումով ներկայացի որպես արևելյան ուտելիքներ, բայց մեծ մասամբ մեր 5 հայկական Անտիավին, Ուշվայի, Խարպերտիհին, Պատմական Հայաստանի այդ սա ավանդական ուտելիքներն են ընդհանրապես։ Օրինակ մեր ուտելիքները հրապցնում ենք սենց թավաներով, տարբեր չափերով, չավի մեծ և մեծ, այսպես տարբեր փայլերով, որ մատուցվի, ինչ-որ դակ ինքը որպես ուտելիք ինքը դակ տուվարի ուտելիքը երկար ժամանակ, չի սարի։ Նեժդեհն ասում է, որ իր Հայաստան տեղափոխվելը պայմանավորված չէ պատերազմական իրավիճակով։ Նա կնոջ եւ երեխայի հետ հայրենիք է եկել ապրելու 2 տարի առաջ եւ ի տարբերություն շատ սիրիահայերի կարողացել է այստեղ տեղափոխել նաեւ իր ունեցվածքի մեծ մասը։ Ասում է, որ եթե այս բիզնեսը հաջողի եւ լավ եկամուտ կարողանա ստանալ, Սիրիայում մնացած իր հարազատները եւս կտեղափոխվեն Հայաստան։ Վայրս, մայրս, եղբայրս տագավին հալել է, բայց երևի լուծում գտնեն, գամ գկան աստեղ, գամ Ամերիկա գնան, ընդանիքս այսինքն։ Եթե կարողացա այս բիզնեսը առաջացնել, գրնալալ հետաքրքիր գլա, իմ ընդանիքիս էլ որպես այստեղ հաստատվում, թե չէ ուրիշ տեղ, սուր է հենց։ Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը սիրիահայերի աջակցման հատուկ ծրագիր է իրականացնում եւ գործարարներին տրամադրում է մինչեւ 5 միլիոն դրամի վարկ արտոնյալ պայմաններով, այսինքն մինչեւ 5 տարի ժամկետով տարեկան 4% տոկոսադրույքով առանց գրավադրման։ Փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Դավիթ Մուրադյանի խոսքերով ընդհանուր առմամբ 31 գործարար ծրագրեր են հաստատվել ֆինանսավորման համար՝ կարի արտադրամաս, հալվայի կամ արևելյան հյուրշակեղենի արտադրություն, տաքսի ծառայություն կամ կահույքի արտադրամաս։ Նախագծերը բազմազան են, ասում է։ Կենտրոնը արտադրության ոլորտին վրա
շեշտը ցանկանում ավելի շատ դնել, որովհետև արտադրությունը նոր բարիքի, նոր արժեքի եւ նոր գաղափարների իրագործման մեծ հնարավորություն է տալիս։ Իհարկե սպասարկում եւ առևտուր եւս ֆինանսավորվում են, բայց առավելապես ձգտում ենք արտադրությունը խթանել։ Իսկ իրենք ինչ են ավելի շատ առաջարկում, այսինքն իրենք ինչ են տեսնում, հա։ Իրենք նրանցից մի քանիսը օրինակ շատ օրիգինալ եւ Հայաստանի համար յուրօրինակ արտադրության տեսակներ են առաջարկել, կան օթորակման համակարգերի արտադրության գաղափարներ, կան շարժիչի մասերի արտադրության որոշ գաղափարներ, որոնք Հայաստանում չեն կիրառվել, կան այնպիսի տեսակներ արտադրության, որոնք Հայաստանի համար նորություն են։ Նեժդեհ Թուֆենկյանը իր հոր եւ եղբոր հետ Հալեպում շինարարական տեխնիկայի բիզնեսով էր զբաղվում։ Հայաստանում, սակայն, իր զարմիկը առաջարկեց միասին ռեստորանային բիզնես հիմնել։ Ստացած վարկը օգնեց վերանորոգել վարձակալած տարածքը եւ անհրաժեշտ գույք ձեռք բերել։ Բادرը եւ այս վիճակը կար, մնացածը ինչ որ դեսնենք մենք նոր ենք պատրաստել սա։ Վարկի միջոցով փաստորեն։ Իսկ կարողանաք վճարեք, ինչ է կայքը։ Գումարը ասելան ռեստորանի բնակային այդ մեծ թիվը չէ։ Եվ 5 տարվա դեպքում որը գոփն է այսինքն։ Ուրեմն ինչ որ դեսնեք ասելան ընդհանրապես նոր է, սեղան ապրելը որ կարողացան օգտվել, նաև այդ սալատ բարը ամանները եւ իհավ բարայությունը, այսպես պիտի սալատ տեղացուր այստեղ, որպես կեսօրվա ջաշի ժամերուն ավելի մատչելի քներով, 12-ին մինչև ժամը 4 դեպությամբ, այն ինչ որ թեթև ուտելու բաներ կա, շատ հարմար քնի մեջ, արաբելակույնը 1000-1200 դրամի մեջ խմելիքը եւ ուտելիքը միասին կարա տեղավորվել։ Եվ այս 2-3 ամիսների ընթացքում ինչ հասկացաք, ինչպես է Հայաստանում բիզնեսը։ Կարճ ժամանակ է բիզնեսի համար, 2-3 ամիսը շատ կարճ ժամանակ է։ Դրա համար 1-2 ամսվա մեջ չեմ կարծիք տալ, բայց մի քիչ տեղական կարելությունները ժողովրդին այսօրվա դրությամբ իրանց ցերկը քումարի խնդրեմ ունին, նյութական խնդրեմ ունեցող շատ կա, որոնք Քորդազուրգ են կամպանեն, այդ հարցերը շատ սկսած է ընդհանրապես ազդել են մարդկանց վրա։ Այցելուներին կփորձեն գրավել որակյալ սնունդ մատուցելու եւ համեմատաբար մատչելի գներով, ասում է Նժդեհը։ Նա համոզված է, որ ժամանակի հետ իր բիզնեսը կզարգանա եւ հայրենիքում ապրուստ վաստակելու մասին նա չի անհանգստանում, սակայն մի բան նրան վախեցնում է կոտրում ամրությունը եւ հարցեր առաջացնում, թե ինչու են իրեն ծանոթ մարդիկ լքում հայրենիքը։ Գասկածս եմ, վախս եմ, իմ վրա սկսած է ազդել, որ ինչու այդ ժողովուրդը ցկե գետա Կասվածում երբ երակարնան, որովհետև ավելի չաստուշում ես գաչած մնամ մի կաղապարից, որովհետև ես այսօրվա դրությամբ այն հայերից եմ, որ էլի Հայաստան եմ վերադարձել, ուզում եմ այստեղ ապրել, բայց դրա գողքը ունեի ինգեներ և միջավայր, որ համարյա գեսը և գեսից էլ ավել այսօրվա դրությամբ իրանք Ռուսաստան են, Հայաստան է, նորմալ ավելի դրը։ Լավ բան է, որ մեր հայրենիքն է, բոլոր այլ ժողովրդի հայրենիքն է։ Այսինքն ավելի լավ եք ձեզ զգում այստեղ։ Պետք է կարողանանք ինչ-որ սաղս համացրել, որովհետեւ կարողանանք այստեղ ապրել։ Բոլորը։ Առանց եսին ինչ հայ, եսին ինչ հայ, եսին ինչ հայ, բարձրապես հայ։ Այդտեղ որ չէ որ արաբի գողքը անանտիստս կային, բայց ընդհանրապես կյանքը նորմալ է, բայց վերջո ինչ որ մի դեղ իմ բարակայից ես այդ մի հասկացի, որ օրինակ համար ուզեմ Հայաստան հայերի մեջ ապրել, այսինքն մեր երկիրն է, ինչու՞ չէ Հայաստան ապրել։